Պարոն Ալեքսանյան, նախ ինչով էր պայմանավորված երեք վարչապետի, այսպես ասեմ, բռնկումը, նախ հայտարարությունից հետո սկսվեց ամեն ինչ Սամվել Կարապետյանի, հիմա արդյոք ստացվում է, որ ով եկեղեցուն աջակցություն հայտնի, պետք է նրա նկատմամբ իրավական գործընթացներ սկսեն, դրան հաջորդեց ԱԾՊ-ի հեռացումը, այս երևույթները ինչից սկսվեց ու ուր է հասնելու։ Նախ մանիպուլյացիա անել պետք չի, որովհետև եկեղեցուն աջակցումը Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ կան մարդիկ, ովքեր աջակցում են եկեղեցու անունը արատավորող Կտրիչ Ներսիսյանին։ Դրանք խիստ իրարից տարբեր ու իրար հակադիր բաներ են ու իրականությունը թարս ներկայացնել է, այդ իրականությունը չի փոխում որպես այդպիսին։ Ամեն դեպքում վեհափառն է եկեղեցու ձեր նշած Կտրիչ Ներսիսյանը, ով այս պահին ամենայն հայոց կաթողիկոսն է նա եկեղեցու առաջին դեմքը։ Ամենայն հայոց կաթողիկոս լինել մարդ, ով խախտել է կուսակրոնության ուխտը, վարչապետը քիչ առաջ ձեզ ցույց տվեց եկեղեցու կանոնագրքերը։ Այդ կանոնագրքերի համաձայն նա այլևս չի կարող լինել կաթողիկոս։ Պարոն Ալեքսանյան, այստեղ խնդիրն այն է, որ եթե իսկապես ձեր նշած իշխանության մատնանշած այդ խնդիրները կան, այդ ամենը կարգավորվում են եկեղեցու ներսում, եկեղեցու կանոնակարգով։ Հիմա այս իրավիճակում ինչու է իշխանությունը որոշել այդ գործառույթի իր վրա վերցնել։ Եկեղեցու ներսում էլ հենց կարգավորվում է։ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում, մի վարքյան, Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ։ Ի տարբերություն, օրինակ, կաթոլիկ Սամվել Կարապետյանի, ով չի հանդիսանում հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հանդիսանում է կաթոլիկ։ Ինչպես, գիտեմ, չէ ոնց։ Ուղղության մասին ինչ տեղեկություն։ Ոնց ինչ տեղեկություն։ Այդ մարդը կաթոլիկ եկեղեցու անդամ է։ Տաշիրում բնակչության մեծամասնությունը հայ կաթոլիկ եկեղեցու անդամ է հավատավոր, դա ինչ որ տենց վատ բան չի կամ բան չի, էլի չէ մեր եկելի մեր հայկական հայ կաթոլիկ եկեղեցին, քրիստոնեական, ավանդական, տենց ինչ որ բան չկա տեղ։ Հենց դա եկեղեցու ներսում է, երբ որ վարչապետն է այդ հարցը բարձրացնում, ու եկեղեցուց դուրս է, երբ որ կաթոլիկ եկեղեցու անդամը փորձում է ներգրավել այս թեմայում, հենց դա թող չներգրավեն մեր եկեղեցու հարցերում այդ մարդիկ։ Բայց իշխանությունը այդ դեպքում, եթե ասում եք թող չներգրավեն, այդ դեպքում իշխանությունը ինչ լիազորություն ունի, եթե մեր սահմանադրությամբ հստակ ասվում է, որ եկեղեցին անջատել։ Եկեղեցին էլի անջատ է, բայց եկեղեցու հավատավոր հոտ։ Եթե չեմ սխալվում նշել, որ այդ խմբի անդամ հենց լինելու է Նիկոլ Փաշինյանը, որը զբաղվելու է։ Ես չեմ նշել։ Հենց ինքն է անձամբ նշել, որ այդ խմբի անդամ է լինելու, ինչպես եւ ուրիշ տասնյակ կամ գուցե հարյուրավոր հայ առաքելական եկեղեցու այլ հետևորդներ։ Իսկ այդ խմբում էլի կան արդեն հստակեցված անդամներ, արդյոք ձեր թիմից լինելու։ Չէ, ինչքանով ես տեղյակ եմ, չի լինելու, բայց իսկ ինչ վերաբերվում արդեն մնացածին, դա արդեն չեմ կարող ասել։ Պարոն Ալեքսանյան, նաև անդրադառնանք իմպիչմենթի հետ կապված այս գործընթացին, ստորագրությունների հետ կապված։ Քիչ առաջ նաև Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդդիմությունը իր գործով է զբաղվում, իրենք կտեսնենք այս գործընթացը ուր կատարի։ Դուք էլ եք կիսում նրա տեսակետը, որ ձախողված է այս գործընթացը իմպիչմենթի հետ կապված։ Իհարկե ձախողված։ Ես ավելին ասեմ, ոչ թե ձախողված էլ սկսածել չի, այսինքն ի ծնե է ձախողված այդ գործընթացը։ Երկու խմբակցություն իրար են չգիտեմ ինչ անում, փորձելով ինչ-որ բեմականացում ֆարշ ցույց տալ հանդիսատեսին, թե իբր տեսեք մենք վիճում ենք իրար հետ, բայց դա ակնհայտ է, որ Սերժ Քոչարյան սիամական զույգի ուղղակի ծիծաղելի դրսևորումն է։ Բայց բացառում եք, որ ինչ-որ փուլում ձեր թիմից միացողներ հնարավոր է։ Այո, իհարկե բացառում։ Իսկ այն, որ իրանք չեն միանում, ինչ եք խոսում։ Դե իրենց ձայները իրենք վստահեցնում են, որ ցանկացած։ Մեզ 8 օր իրար վստահեցնում են, այն մյուսները չեն վստահվում, հետո այն մնացածն են վստահեցնում, այն մնացածը չեն վստահվում։ Իսկ նոր տեխնացուի հետ կապված Դավիթ Համբարձումյանի հետ կապված ԿՊ-ում քննարկել են, ինչ դիրքորոշում կա այսպես։ Ում հետ։ Դավիթ Համբարձումյանը։ Այդ են կավատության գործով դատվողի եղբայրն է։ Որը եթե չեմ սխալվում, այդ գործը արդարացվել է, որն ասում։ Դե ամեն դեպքում հիմա չգիտեմ, դա էլ էլի մի բան կավատության գործով անցնելը չգիտեմ։ Որ բաներ ծեծում, ցուցարներին ծեծում էր 2018-ին։ Չի քննարկվել։
Նաև ավարտվել է ԿՊ վարչության, հա։ Չեն ուսանող երեխեքին, ուղղակի փողոցում հանգիստ ցույց անող, այդ որ ծեծում են, յաշիկներից որ իջնում են, այդ հաստագլուխները դրանց մասին եք ասում, հարց տալիս, չէ, չենք քննարկել։ Բայց եթե չեմ սխալվում, այդ ձեր նշած հենց գործը արդարացվել է Որն քրեական վարույթեր անցնում, Որն է արդարացվել։ Որն է Հենց որը դուք ձեր թիմակիցներն նաև տեսանյութեր էին հրապարակում այդ գործը։ Դե ուրեմն պետք է հասկանալ այդ ինչ դատավոր ա եղել, որ այդ տեսանյութերով գործը արդարացրել։ Կարող պարզվի հետագայում էլ ինչ որ մի հատ դատավոր ա, որ տենց տնից պետք է այդպես քեշով գումար գտնել, չգիտեմ էլի այդ կոնկրետ ինչ գործի մասին ա խոսքը, ով ա եղել, ոնց ա եղել։ Պարոն Ալեքսանյան, ավարտվել է նաև կուսակցության վարչության, հա, այդ առաջադրման վերջնաժամկետը արդեն հստակեցված է ցույցով ովքեր կան։ Առաջ չի վերջնականացվել, որովհետև հիմա փաստաթղթերի այդ ստուգման փուլն է, դիմումների ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է, բայց այդ ամբողջացնելու process-ը դեռ ընթացքի մեջ է։ Կան մարդիկ, ովքեր առհասարակ հրաժարվել են ասենքան ներկայացել, նախկինում անդամ են եղել, հիմա հրաժարվել են։ Չեմ կարող այդ հարցերի պատասխանել, երբ որ կամբողջացնենք, այդ մասով մամուլի հաղորդագրություն գուցե տանք։